Հարգելի ունկնդիրներ, մենք շարունակում ենք մեր զրույցը մեծ հայորդու Գարեգին Նժդեի հետ։ Մեր նախորդ բաժնում մենք միասին անցանք նրա մանկության եւ պատանեկության արահետներով, տեսանք գյուղական պարզ կյանքը, լսեցինք առաջին հայրենասիրական շունչը, որ թևածում էր նա իր հայրենիքում։ Եվ ահա սկսվում է Նժդեի երիտասարդության ուղին։ Սա այն ժամանակն էր, երբ նրա սիրտը բաբախում էր ոչ միայն երազանքներով, այլև մեծ պատասխանատվությամբ։ Երիտասարդության տարիները լի մարտական ու բուռն պայքարներով, որքան հայտնի էր, դուք անդամակցել եք ՀՅԴ կուսակցությանը։ Կպատմեք։ Այդ տարիները դարձան իմ կյանքի մարտարվեստի դպրոցը։ Անդամակցեցի հայ հեղափոխական դաշնակցությանը եւ հովանավորեցի Ռոստոմի միջոցով Բուլղարիայում, ընդունվելով Սոֆիայի սպայական դպրոցը ուսանելու համար։ Կուսակցության անդամ լինելու փոխարեն ես ստանձնեցի ակտիվ դեր։ 1907 թվականին որպես պայման մասնակցեցի պարսկական հեղափոխությանը, պաշտպանելով հայկական համայնքները։ Իսկ ինչը սկիզբ դրեց այս պայքարներին։ Որտեղից սկսեց պայքարը։ Պատերազմների ուղին սկսվեց Բալկանյան պատերազմներով, որտեղ ծառայեցի բուլղարական բանակում որպես դաշնակցական զինվոր եւ հետո որպես սպա։ Երբ առաջին աշխարհամարտը սկսվեց, ես վերադարձա Կովկաս եւ մասնակցեցի հայ կամավորականների ջոկատներին, ղեկավարելով տարբեր ստորաբաժանումներ։ Երբ Հայաստանը 1918-ից 1920 թվականներին պայքարում էր գոյության համար, նաև ադրբեջանական եւ թուրքական միացյալ ճակատների դիմաց, ես առանձնահատուկ դեր ունեցա Սյունիքում եւ Արցախում։ Արցախ։ Հիմա մեր իրականությունում այդ բառը հուշ է մնացել։ Կարող եք պատմել այդ ընթացքի մասին։ Նախ 1920 թվականին Արցախի եւ խորհրդային Ադրբեջանի մարտերի ժամանակ ես տվեցի մարտական աջակցություն Ղարաբաղի ջոկատներին։ Այնուհետև երբ բոլշևիկյան ճնշումները մեծացան, ես գլխավորեցի Լեռնահայաստանի Հանրապետությունը, կամ ավելի ճիշտ շարժումը Սյունիքում, որը հայտնի է որպես Լեռնահայաստանի պատերազմը։ Այս պատերազմը մղվեց խորհրդային Կարմիր բանակի, ադրբեջանական ԽՍՀՄ-ի եւ թուրքական Քեմալական միացյալ ուժերի դեմ։ Նպատակը Սյունիքի հայ լինելը ապահովելն էր։ Ապրիլի 26-ից մինչև հուլիսի 13-ն է տևել այդ հակամարտությունը։ Ի վերջո Հայաստանի օգտին լուծում ապահովելով, արդյունքում Սյունիքը մնաց որպես հայկական տարածք, հետևաբար այն ինտեգրվեց խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Իհարկե, այս բոլոր մարտերում դժբախտություններ, զոհեր եւ տառապանքներ եղան։ Ես շատ մոտ եմ եղել զոհերին, իմ զինվորներին, բայց մի ժամանակ ասում էի. մեր մահը թեթև թիթեռի թևից։ Սյունիքը հայ ոսկորների մեջ է, նա չի անձնվում։ Սյունիքը ոչ միայն աշխարհագրություն է, այլև ցեղային ոգի։ Մենք պարտք ունենք, ոչ թե պարզապես ապրել, այլ ապրել արժանապատվորեն։ Անկեղծ ասած, բավականին փշաքաղվեցի ձեր այսպիսի ազդեցիկ խոսքից։ Կցանկանայի եւս մի երկու խոսք ասեիք ուղղված մեր հանդիսատեսին։ Ես մերժեցի ամեն ինչ, միայն մեկ բանի համար, որ մարդ լինեմ։ Իսկ ինձ համար մարդ լինել նշանակում է լինել հայ։ Ու երբ հայ ես, կամ պայքարում ես, կամ մեռնում որպես գերի, ես ուզում եմ, որ պայքարենք ու ապրենք, ու թող սա լինի առաջնայինը։ Պարոն Նժդե, դեմ չեք լինի, եթե ինքնավար Սյունիքի քայլերքից մի փոքրիկ մաս երգենք։ Մեր սարերն անառիկ եւ հպարտ, մեր որդիք գորովի եւ անպարտ, խորձորեր Սյունիքի ահավոր, շիրիմ են թշնամու դարավոր։ Անչափ շնորհակալ եմ, որ երգեցինք։ Դուք շատ գեղեցիկ ձայն ունեք։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։